Լաբորատորիայի օդը խիտ էր զոդման թթու հոտից, չքնած գիշերների հուսահատությունից և մի հանչարի լուռ մոլուցքից։ Լևոն Սարգսյանը կռացած էր իր ստեղծագործության արևորդի կոչվող էներգիայի կուտակման նախատիպի վրա։ Սարքի միջուկից բխող զմրուխտե կանաչ լույսը միակն էր, որ պայքարում էր սենյակի կիսախավարի դեմ, լուսավորելով նրա հոգնած դեմքը և լարերով, միկրոսխեմաներով ու գծագրերով պատված քաոսը։ Դռան վրա մեխված թղթի կտորը, վարձակալության պայմանագրի դադարեցման վերջին անողոք ծանուցումը, կարծես դատավճիռ լիներ, որը կախված էր ոչ միայն նրա փոքրիկ ստարտափի, այլև ողջ կյանքի երազանքի գլխին։ Այդ թուղթը շատ ավելի սարսափելի էր, քան ցանկացած տեխնիկական խափանում, քանի որ այն խորհրդանշում էր մի աշխարհի անտարբերությունը, որը դեռ պատրաստ չէր իր հեղափոխությանը։ Նրա քույրը Մարիամը կանգնած էր շեմին, ձեռքին հաշիվների հերթական թղթապանակը, որը նա թափահարում էր ինչպես զինվորը սպիտակ դրոշ։ Նա Լևոնի միակ աշխատակիցն էր, նրա ֆինանսական խարիսքը և իրականության հետ կապող վերջին, գրեթե կտրված թելը։ Լևոն, սա վերջն է, 3 օրից մեզ պարզապես դուրս կշպրտեն փողոց, դու լսում ես ինձ, քո հանչարը մեզ չի փրկի ցրտից, նրա ձայնի մեջ հուսահատությունը խառնվել էր զայրույթին։ Լևոնը չշրջվեց, նրա ողջ էությունը լուծվել էր զոդիչի ճշգրիտ շարժման մեջ։ Գրեթե պատրաստ է, Մար, սա կփոխի ամեն ինչ, պատկերացնում ես անսահմանափակ, մաքուր էներգիա, աշխարհի յուրաքանչյուր մեկուսացված գյուղի համար։ Սա ոչ թե պարզապես մարդկոց է, այլ հույսի կոնդենսատոր։ Նրա խոսքերը հնչում էին որպես մարգարեություն մի եկեղեցում, որի միակ հավատացյալն ինքն էր։ Այդ գիշեր, երբ Մարիամը վաղուց գնացել էր, իսկ լաբորատորիայի լռությունը խախտում էր միայն սարքի թույլ բզոցը, Լևոնը հանձնվեց։ Նա նստեց իր հին համակարգչի առաջ, աննպատակ թերթելով նորությունների կայքերը։ Հանկարծ նրա հայացքը սևեռվեց մի վերնագրի վրա. Էլոն Մասկ, մարդը, որը մոլորակներ է վաճառում և երազանքներ կառուցում։ Նա կարդում էր հոդվածը, տողերի արանքում տեսնելով ոչ թե պարզապես միլիարդատիրոջ հերթական հաջողության պատմությունը, այլ յուրօրինակ ազգակցություն։ Մի մարդ, որը նույնպես չէր վախենում անհնարինից, որը պատրաստ էր ռիսկի դիմել հանուն մի գաղափարի, որը շատերին խելագարություն էր թվում։ Հենց այդ պահին Լևոնի մեջ մի տխուր, բայց ջերմ զգացողություն արթնացավ։ Հետաքրքիր է, իմ հայրենակիցներից ովքեր են հիմա նույն երազանքով ապրում Երևանում, Գյումրիում կամ աշխարհի որևէ այլ անկյունում։ Գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք դուք հետևում այս պատմությանը, քանի որ այդ պահին ես ինձ անսահման մենակ էի զգում։ Հաջորդ առավոտ Մարիամը ներս մտավ ոչ թե հաշիվներով, այլ 2 ինքնաթիռի տոմսով։ Նրա աչքերում վճռականություն կար, որը Լևոնը վաղուց չէր տեսել։ Սիլիկոնային հովտում ամենամյա տեխնոլոգիական համաժողով է։ Սա մեր վերջին խնայողություններն են, բայց նաև մեր միակ հնարավորությունը։ Դու կվերցնես արևորդին և կգնաս այնտեղ։ Դուք կգտնես որևէ մեկին, ով կլսի քեզ, եթե ոչ, ուրեմն վերջ։ Այդ խոսքերը հնչեցին ոչ թե որպես առաջարկ, այլ որպես վերջնագիր։ Լևոնը հասկացավ, որ սա ոչ թե պարզապես ուղևորություն է, այլ իր կյանքի ամենակարևոր մարտը, որտեղ նա պետք է մենակ մնար տեխնոլոգիական գիգանտների աշխարհի դեմ։ Նա գիտեր, որ այնտեղ կլինեն բոլորը, Google-ի, Apple-ի ներկայացուցիչները, և գուցե, եթե բախտը ժպտար, նույնիսկ Տեսլայի ինժեներները։ Համաժողովի հսկայական, աղմկոտ սրահը նման էր ժամանակակից Բաբելոնի, որտեղ մարդիկ խոսում էին կոդերի, կապիտալիզացիայի և արհեստական բանականության լեզուներով։ Լևոնը իր հնամաշ կոստյումով և արևորդիի նախատիպը պահող անշուք պայուսակով կարծես անտեսանելի լիներ։ Նրա յուրաքանչյուր փորձ մոտենալու ներդրողներին բախվում էր անտարբերության կամ քամահրական ժպիտի պատին։ Նա նույնիսկ նկատեց Դեյվիդին, այն վենչուրային կապիտալիստին, որը ամիսներ առաջ նրան դուրս է շպրտել իր գրասենյակից։ Դեյվիդը, շրջապատված երիտասարդ ստարտափերներով, նրա կողքով անցավ նույնիսկ չճանաչելով։ Այդ պահին Լևոնը հասկացավ, որ այս աշխարհում քո գաղափարը ոչինչ է, եթե դու չունես ուժ, որը կստիպի մյուսներին լսել քեզ։ Հուսահատության գագաթնակետին նա լսեց 2 ինժեներների խոսակցությունը։ Նրանք շշուկով խոսում էին մի փակ, միայն հրավերներով նախատեսված շնորհանդեսի մասին, որտեղ Էլոն Մասկի թիմը պետք է ներկայացներ ինչ-որ գաղտնի նախագիծ։ Լևոնի սիրտը բաբախեց։ Սա էր նրա շանսը։ Նա չգիտեր թե ինչպես, բայց պետք է ներս մտներ։ Հենց այսպիսի պահերին է, որ պատմությունը կարող է շրջվել հակառակ ուղղությամբ, երբ հերոսը պետք է ընտրություն կատարի հանձնվելու և անհնարինին ձեռնոց նետելու միջև։ Եթե դուք եք հավատում, որ հանճարը պետք է իր ճանապարհը գտնի, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը նրա դեմ է, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք այս պատմության անհավանական շարունակությունը։
Նա գտավ Յուպիտեր սրահը, որի դռների մոտ կանգնած էին երկու հաղթանդամ անվտանգության աշխատակիցներ։ Մուտքը խստորեն վերահսկվում էր։ Լևոնը հասկացավ, որ ուղիղ ճանապարհով անցնել անհնար է։ Նա նկատեց սպասարկող անձնակազմի համար նախատեսված միջանցքը և առանց երկար մտածելու սպրտեց այնտեղ։ Սիրտը կուրծքը ճեղքում էր, իսկ արևորդյով պայուսակը կարծես տոննաներ կշռեր։ Նա գտավ սրահի կողային մուտքը, որը բաց էր մնացել սարքավորումներ տեղափոխելու համար։ Մի քանի վայրկյան տատանվելուց հետո նա ներս սահեց, թաքնվելով բարձրախոսների մեծ կույտի հետևում։ Ներսում մթնոլորտը լարված էր։ Բեմի վրա մի կին ներկայացնում էր ինչ-որ գրաֆիկներ, բայց Լևոնի ողջ ուշադրությունը կենտրոնացած էր առաջին շարքում նստած մի քանի մարդկանց վրա։ Նա չէր տեսնում նրանց դեմքերը, բայց զգում էր նրանցից բխող իշխանության աուրան։ Նա որոշեց, որ պետք է գործի։ Ելույթի ավարտից հետո, երբ սկսվեցին հարցերը, Լևոնը դուրս եկավ իր թաքստոցից և վճռական քայլերով ուղղվեց դեպի բեմ։ Սրահում լռություն տիրեց, բոլորի հայացքները սևեռվեցին նրա վրա։ Ներողություն, ես գիտեմ, որ հրավիրված չեմ, բայց ես ունեմ մի բան, որը կարող է փոխել ամեն ինչ, սկսեց նա, ձեռքը տանելով դեպի պայուսակը։ Սակայն նա չհասցրեց ավարտել։ Անվտանգության աշխատակիցները կայծակնային արագությամբ հայտնվեցին նրա կողքին։ Նրանք բռնեցին նրա թևերից և առանց որևէ բացատրության սկսեցին դուրս քաշել սրահից։ Հենց այդ պահին, երբ նրանք քարշ էին տալիս դեպի դուռը, նրա հայացքը հանդիպեց առաջին շարքում նստածներից մեկի հայացքին։ Դա ընդամենը մի ակնթարթ էր, բայց Լևոնը սառեց։ Նա ճանաչեց այդ հայացքը՝ սուր, խորաթափանց և մի փոքր հեգնական։ Այդ հայացքը պատկանում էր Էլոն Մասկին։ Նրան դուրս շպրտեցին միջանցք։ Համաժողովի աղմուկը կարծես խլացել էր։ Լևոնը կանգնած էր, լիակատար պարտություն կրած։ Նա ոչ միայն ձախողվել էր, այլև իրեն խայտառակել էր հենց այն մարդու աչքի առաջ, ում ուշադրությունը կարող էր փրկել իրեն։ Նրա վերջին հույսը մահացել էր։ Կոտրված և հոգնած, նա վերադարձավ իր էժանագին հյուրանոցի համար։ Նա զանգեց Մարիամին և միայն երկու բառ կարողացավ ասել. «Ամեն ինչ վերջացած է»։ Զրույցից հետո նա անջատեց հեռախոսը և նետվեց մահճակալին, պատրաստ ընդունելու իր անխուսափելի պարտությունը։ Հենց այդ պահին, լռության մեջ, հեռախոսը նորից զնգաց։ Անհայտ համար։ Լևոնը անտեսեց այն, բայց զանգը համառորեն շարունակվում էր։ Ի վերջո, նա դժկամությամբ վերցրեց հեռախոսը։ «Այո», հոգնած արտաբերեց նա։ Գծի մյուս ծայրում մի պահ լռություն տիրեց, իսկ հետո հնչեց հանգիստ մետաղական երանգով մի ձայն։ Ձայնը հանգիստ էր, բայց յուրաքանչյուր բառը կշիռ ուներ, որը կարող էր կամ փշրել Լևոնին, կամ նրան տիեզերք բարձրացնել։ «Պարոն Սարգսյան, ձեզ հետ խոսում են Էլոն Մասկի գրասենյակից»։ Լևոնի ուղեղը կարծես վերագործարկվեց։ Վայրկյաններ առաջ նա խորտակված էր պարտության անդունդում, իսկ հիմա մի անտեսանելի ուժ նրան դուրս էր քաշում այդ անդունդից ուղիղ դեպի անհայտության սառը բարձունքները։ «Պարոն»։ Սա Լևոն Սարգսյանն է, նրա ձայնը հազիվ էր լսվում, կարծես ուրիշին է լիներ։ Գծի մյուս ծայրում հնչած ձայնը պատկանում էր մի կնոջ, որի խոսելաոճը զերծ էր ցանկացած հուզականությունից, կարծես նա ընթերցում էր ալգորիթմի կողմից գեներացված տեքստ։ «Պարոն Մասկը տպավորված էր ձեր նախաձեռնողականությամբ։ Նա ցանկանում է 5 րոպե զրուցել ձեզ հետ։ Վաղը առավոտյան, ժամը 9-ին մեր կորպորատիվ կենտրոնակայանում։ Հասցենք ուղերքենք հաղորդագրությամբ։ Մի ուշացեք»։ Զանգն ավարտվեց նույնքան կտրուկ, որքան սկսվել էր, թողնելով Լևոնին բացարձակ լռության և ականջներում զնգացող սեփական սրտի բաբախյունի հետ։ Սա իրականություն չէր կարող լինել, դա պետք է լիներ կամ դաժան կատակ, կամ հոգնածությունից առաջացած զգայախոփություն։ Հաղորդագրությունը եկավ ճիշտ 10 վայրկյան անց, քարտեզի վրա նշված կետով և միակ բառով՝ հաստատեք։ Լևոնը մեխանիկորեն սեղմեց կոճակը։ Նրա մտքերը քաոսային պտույտ էին գործում։ Էլոն Մասկը տեսել էր նրան։ Ոչ թե որպես անհաջողակ գյուտարարի, որին դուրս էին շպրտում, այլ ինչի։ Ինչով էր նա գրավել աշխարհի ամենազբաղված մարդու ուշադրությունը։ Գուցե նա տեսել էր ոչ թե հուսահատությունը, այլ այն կրակը, որը վառվում էր նրա աչքերում։ Կամ գուցե սա պարզապես մի թյուրիմացություն էր, և նրան հրավիրում էին, որպեսզի պաշտոնապես արգելեն երբևէ մոտենալ իրենց ընկերությանը։ Այս անորոշությունը շատ ավելի տանջալից էր, քան նախկին պարտությունը։ Նա զգում էր, որ իր ճակատագիրը կախված է մեկ մազից, և այդ մազը գտնվում է մի մարդու ձեռքում, որը սովոր է տիեզերանավեր ուղարկել Մարս։ Առավոտյան, երբ արևի առաջին շողերը հազիվ էին դիպել քաղաքի երկնաքերներին, Լևոնն արդեն կանգնած էր հսկայական ֆուտուրիստական շենքի դիմաց, որի վրա ոչ մի ցուցանակ չկար։ Դա ավելի շատ գաղտնի լաբորատորիայի էր նման, քան կորպորատիվ գրասենյակի։
Ներսում նրան դիմավորեց նույն անհույս ձայնով կինը, Էլիզաբեթը, որը Մասկի անձնական օգնականն էր։ Նա բարձրահասակ էր, անթերի հագնված և նրա հայացքը կարծես սկանավորում էր Լևոնի յուրաքանչյուր բջիջը։ «Պարոն Սարգսյան, հետևեք ինձ, պարոն Մասկը շատ քիչ ժամանակ ունի, դուք ունեք ուղիղ 5 րոպե, ոչ մի վայրկյան ավել»։ Նրանք անցան երկար սպիտակ միջանցքներով, որտեղ լռությունը խախտում էր միայն իրենց քայլերի ձայնը։ Լևոնը զգում էր իրեն ինչպես մի մանրե, ստերիլ միջավայրում։ Նա նկատեց, որ Էլիզաբեթի ձեռքին պլանշետ կար, որի վրա բացված էր իր մասին ամբողջական դոսիե, լուսանկարներ, կենսագրություն, նույնիսկ մերժված արտոնագրային հայտի մանրամասները։ Սա նշանակում էր, որ նրանք գիտեին իր մասին շատ ավելին, քան նա կարող էր պատկերացնել։ Նրանք կանգն առան մի հսկայական դռան առաջ, որը բացվեց առանց որևէ ձայնի։ Սենյակը գրեթե դատարկ էր։ Կենտրոնում մի մեծ սեղան էր, որի մի կողմում նստած էր Էլոն Մասկը։ Նա հագել էր սովորական սև շապիկ, և նրա դեմքին հոգնածության և անսահման կենտրոնացման խառնուրդ կար։ «Դուք ունեք 4 րոպե 45 վայրկյան», ասաց Էլիզաբեթը և կանգնեց դռան մոտ, ինչպես անխախտ պահակ։ Լևոնը խորը շունչ քաշեց և մոտեցավ սեղանին։ «Պարոն Մասկ, ես…» Նա չհասցրեց ավարտել։ «Ես գիտեմ, թե դուք ով եք», ընդհատեց Մասկը, հայացքը չկտրելով հոլոգրամայից։ «Ես կարդացել եմ ձեր աշխատանքը։ Ձեր էներգիայի պահպանման տեխնոլոգիան տեսականորեն հետաքրքիր է, բայց գործնականում անօգուտ, այն չափազանց թանկ է և անկայուն»։ Լևոնի սիրտը սառեց։ Նրան այստեղ էին կանչել, որպեսզի անձամբ նվաստացնեն։ Նա զգաց, որ զայրույթը սկսում է եռալ իր մեջ, դուրս մղելով վախը։ «Դուք սխալվում եք», ասաց նա, ինքն իրեն զարմացնելով սեփական համարձակությամբ։ «Նախատիպը, որը ես ունեմ, արդեն իսկ գերազանցում է շուկայում առկա ցանկացած անալոգի, իսկ արտոնագրային հայտը, որը դուք կարդացել եք, հնացած տարբերակն է, ես գտել եմ լուծումը»։ Միայն այդ պահին Մասկը բարձրացրեց գլուխը և ուղիղ նայեց Լևոնի աչքերի մեջ։ Նրա հայացքում հետաքրքրության մի կայծ վառվեց։ «Լուծումը։ Ինչ լուծում»։ Լևոնը պատրաստվում էր բացատրել, բայց Էլիզաբեթը մի քայլ առաջ եկավ։ «2 րոպե», հիշեցրեց նա։ Այդ պահին Լևոնը հասկացավ, որ այս կինը պարզապես օգնական չէ, նա դարպասապահն է, որը որոշում է, թե ով կարող է մոտենալ արքային։ Եվ նրա հայացքից Լևոնը զգաց, որ Էլիզաբեթը չի ցանկանում, որ այս հանդիպումը հաջողությամբ պսակվի։ Լևոնը կանգնած էր ընտրության առաջ։ Նա կարող էր փորձել տեխնիկական մանրամասներով համոզել Մասկին, ինչի համար ժամանակը չափազանց քիչ էր, կամ կարող էր ռիսկի դիմել։ Նա ընտրեց երկրորդը։ «Լուծումը ոչ թե բանաձևերի մեջ է, պարոն Մասկ, այլ մոտեցման։ Դուք ուզում եք գաղութացնել Մարսը, բայց դուք մտածում եք միայն հրթիռների մասին։ Իսկ ինչպես են մարդիկ ապրելու այնտեղ։ Նրանց պետք է էներգիա։ Իմ տեխնոլոգիան կարող է յուրաքանչյուր մարսյան տուն դարձնել ինքնաբավ էներգետիկ կայան։ Դուք կառուցում եք տրանսպորտը, իսկ ես ձեզ տալիս եմ բանալիները, քաղաքակրթություն կառուցելու համար»։ Նա գիտեր, որ սա մեծամիտ հայտարարություն է, բայց նա այլևս կորցնելու ոչինչ չուներ։ Նա պետք է խաղար մեծ խաղադրույքներով։ Սենյակում մի քանի վայրկյան լռություն տիրեց։ Էլոն Մասկը նայում էր Լևոնին, կարծես փորձելով կարդալ նրա մտքերը։ Նրա դեմքն անթափանց էր։ Էլիզաբեթը նորից շարժվեց։ «Ժամանակը սպառվեց», ասաց նա, բացելով դուռը։ Լևոնի համար ամեն ինչ վերջացած էր։ Նա ձախողվել էր։ Նա շրջվեց, որպեսզի հեռանա, երբ Մասկի ձայնը կանգնեցրեց նրան։ «Սպասեք»։ Լևոնը շրջվեց։ Մասկը նայում էր ոչ թե նրան, այլ իր օգնականին։ «Էլիզաբեթ, չեղարկիր իմ հաջորդ հանդիպումը»։ Հետո նա նորից նայեց Լևոնին, և նրա շուրթերին հազիվ նշմարելի ժպիտի նման մի բան հայտնվեց։ «Պատմեք ինձ ձեր տեխնոլոգիայի մասին, պարոն Սարգսյան։ Պատմեք ինձ ամեն ինչ, բայց ոչ թե որպես գյուտարար, այլ որպես մարդ, որը կարծում է, թե գիտի ինչպես քաղաքակրթություն կառուցել այլ մոլորակի վրա»։ 5 րոպեն վերածվել էր անորոշության, և Լևոնը հասկացավ, որ իրական փորձությունը դեռ նոր է սկսվում։ Նա հնարավորություն է ստացել, բայց դրա գինը կարող էր լինել իր ամբողջ գյուտը, իր ողջ երազանքը։ Էլիզաբեթի դեմքին դժգոհության ստվեր սահեց, բայց նա լուռ ենթարկվեց, փակելով դուռը և մնալով սենյակում որպես լուռ վկա։ Լևոնի համար ժամանակը կարծես ձգվեց և միևնույն ժամանակ սեղմվեց։ Նա հայտնվել էր մի իրավիճակում, որի մասին նույնիսկ չէր կարող երազել։ Նրա առջև նստած էր ոչ թե պարզապես միլիարդատեր, այլ մի տեսլական ունեցող մարդ, որի որոշումները փոխում էին մարդկության զարգացման ընթացքը։ Եվ այդ մարդը պատրաստ էր լսել իրեն։ Լևոնը սկսեց խոսել, մոռանալով վախի և անվստահության մասին։ Նա խոսում էր ոչ թե բիզնես պլանների կամ ֆինանսական կանխատեսումների մասին, այլ իր տեսլականի։ Նա նկարագրում էր, թե ինչպես է իր արևորդին կարող դառնալ ոչ միայն էներգիայի աղբյուր, այլև ապակենտրոնացված, ազատ հասարակության խորհրդանիշ,
թե երկրի վրա, թե Մարսում։ Նա բացեց իր պայուսակը և զգուշորեն սեղանին դրեց նախատիպը։ Սարքի զմրուխտե լույսը լցրեց սենյակը, ստեղծելով գրեթե միստիկ մթնոլորտ։ Էլոն Մասկը մոտեցավ և երկար նայեց սարքին։ Նա չէր դիպչում, այլ կարծես ուսումնասիրում էր դրա էներգետիկ դաշտը։ «Ձեր պնդումները հավակնոտ են», վերջապես ասաց նա, «բայց ես սիրում եմ հավակնոթությունը։ Իմ ինժեներները կուսումնասիրեն սա։ Եթե ձեր ասացի մեջ գոնե 10% ճշմարություն կա, մենք կքննարկենք համագործակցությունը»։ Այս խոսքերը հնչեցին ավելի խոստումնալից, քան ցանկացած պայմանագիր։ Լևոնը զգաց, որ իր ուսերից մի անտանելի բեռ ընկավ։ Նա արել էր անհնարինը։ Նա ոչ միայն հասել էր Մասկին, այլև կարողացել էր հետաքրքրել նրան։ Հաջորդ 2 շաբաթները Լևոնի համար վերածվեցին անվերջանալի սպասման և տեխնիկական հարցաքննությունների։ Նրան տեղավորեցին ընկերության հյուրատանը, որը ավելի շատ գիտաֆանտաստիկ ֆիլմի դեկորացիա էր հիշեցնում։ Նա ամեն օր հանդիպում էր Տեսլայի և SpaceX-ի լավագույն ինժեներների հետ։ Նրանք մասերի էին բաժանում արևորդին, փորձարկում էին այն ամենաանհավանական ռեժիմներում, հարցեր տալիս, որոնք ստիպում էին վերանայել իր իսկ հայտնագործության հիմունքները։ Այս գործընթացը միաժամանակ և հոգնեցուցիչ էր, և ոգեշնչող։ Նա առաջին անգամ իրեն զգում էր իր տեղում, շրջապատված մարդկանցով, որոնք խոսում էին իր լեզվով։ Սակայն այս ամենի մեջ մի անհանգստացնող տարր կար։ Էլիզաբեթը միշտ ներկա էր այդ հանդիպումներին։ Նա ոչինչ չէր ասում, պարզապես նստում էր մի անկյունում և գրառումներ անում իր պլանշետի վրա։ Նրա սառը, անթարթ հայացքը անընդհատ հետևում էր Լևոնին, և վերջինս չէր կարողանում ազատվել այն զգացողությունից, որ իրեն ոչ թե գնահատում են, այլ դատում։ Մի երեկո, երբ Լևոնը վերադառնում էր լաբորատորիայից, նրան մոտեցավ ինժեներներից մեկը, Ռաջեշ անունով մի հնդիկ, որի հետ նա կարողացել էր որոշակի ընկերական հարաբերություններ հաստատել։ Ռաջեշը անհանգիստ տեսք ուներ։ «Լևոն, ես պետք է քեզ հետ խոսեմ», ասաց նա շուրջը նայելով։ «Զգույշ եղիր Էլիզաբեթից, նա պարզապես օգնական չէ, նա Էլոնի մաքրողն է։ Երբ նոր տեխնոլոգիա է հայտնվում, նրա խնդիրն է գտնել դրա բոլոր թույլ կողմերը և եթե հնարավոր է, ապացուցել, որ դրա հեղինակը խաբեբայ է։ Նա արդեն կործանել է մի քանի փայլուն գաղափարներ»։ Այս խոսքերը սառը ցնցուղի պես ազդեցին Լևոնի վրա։ Նա հասկացավ, որ իրեն ոչ թե հնարավորություն են տվել, այլ փորձության են ենթարկում։ Եվ այդ փորձության դատավորը մի կին է, որի մոտիվացիան ոչ թե ճշմարտությունը գտնելն է, այլ թերությունները բացահայտելը։ Լարվածությունը հասավ իր գագաթնակետին վերջնական շնորհանդեսի օրը։ Լևոնը պետք է ներկայացներ իր նախագծի վերջնական արդյունքները ոչ միայն ինժեներների թիմին, այլև անձամբ Էլոն Մասկին։ Սենյակը լի էր մարդկանցով։ Լևոնը սկսեց իր ելույթը, փորձելով թաքցնել իր հուզմունքը։ Նա ներկայացրեց գրաֆիկներ, բանաձևեր, փորձարկումների արդյունքներ, որոնք ապացուցում էին արևորդի աննախադեպ արդյունավետությունը։ Երբ նա ավարտեց, սենյակում մի պահ լռություն տիրեց։ Առաջինը խոսեց Էլիզաբեթը։ Նա վեր կացավ և մոտեցավ էկրանին։ «Շատ տպավորիչ է, պարոն Սարգսյան», ասաց նա սառցե ձայնով, «բայց դուք մոռացել եք նշել մի փոքրիկ մանրամասն։ Ձեր համակարգը կայուն է միայն ստանդարտ պայմաններում։ Մեր սիմուլյացիաները ցույց տվեցին, որ կրիտիկական ջերմաստիճանային տատանումների դեպքում, ինչքիսիք սպասվում են Մարսի վրա, ձեր մարտկոցը ոչ միայն կորցնում է իր արդյունավետությունը, այլև կարող է պայթել»։ Այս խոսքերը որոտի պես հնչեցին։ Լևոնը քարացավ։ Նա գիտեր այդ խնդրի մասին, բայց կարծում էր, որ դա տեսական հնարավորություն է, որի լուծումը կարելի է գտնել հետագայում։ Նա չէր սպասում, որ իրեն կմեղադրեն այդքան ուղիղ և անողոք կերպով։ Բոլորի հայացքները սևեռվեցին նրա վրա։ Նա տեսավ ինժեներների հիասթափված դեմքերը, Ռաջեշի կարեկցական հայացքը և Էլոն Մասկի անթափանց դեմքը։ Էլիզաբեթը հաղթանակած ժպտում էր։ Նա հասել էր իր նպատակին։ Նա ոչնչացրել էր նրան։ Լևոնը հասկացավ, որ կանգնած է իր կյանքի ամենակարևոր ընտրության առաջ։ Նա կարող էր ընդունել պարտությունը, հավաքել իր իրերը և վերադառնալ իր քանդված լաբորատորիան։ Կամ կարող էր պայքարել։ Պայքարել ոչ միայն իր գյուտի, այլև իր արժանապատվության համար։ «Դուք ճիշտ եք», վերջապես ասաց նա, նայելով ոչ թե Էլիզաբեթին, այլ ուղիղ Մասկին։ «Խնդիր կա, բայց դուք նայում եք դրան որպես խոչընդոտի, իսկ ես որպես հնարավորության։ Տվեք ինձ 48 ժամ և մեկ ինժեների ձեր թիմից, և ես ձեզ ցույց կտամ, որ այդ խնդիրը ոչ միայն լուծելի է, այլև դրա լուծումը կդարձնի տեխնոլոգիան 10 անգամ ավելի հզոր»։ Սենյակում տիրող լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Լևոնի համարձակ հայտարարությունը կախվել էր օդում, լինելով միաժամանակ և անմտություն, և հանջարեղ քայլ։
Նա իր ողջ կարիերան, իր ողջ ապագան դրել էր խաղասեղանին բլեֆ անելով մի մարդու դեմ, որը սովոր էր հաղթել ցանկացած խաղում։ Էլիզաբեթի դեմքին հաղթական ժպիտը փոխարինվեց զարմանքի և թաքնված զայրույթի խառնուրդով։ Նա ակնհայտորեն սպասում էր, որ Լևոնը կկոտրվի, կխոստովանի իր պարտությունը, բայց հայ ինժեները ոչ միայն չհանձնվեց, այլև հակագրոհի անցավ։ Էլոն Մասկը, որը մինչ այդ պահը անշարժ նստած էր, թեթևակի առաջ թեքվեց։ Նրա հայացքում այլևս անտարբերություն չկար։ Այնտեղ վառվում էր մաքուր, անխառն հետաքրքրասիրություն, գիտնականի հետաքրքրասիրությունը անհայտ ֆենոմենի նկատմամբ։ 48 ժամ, կրկնեց Մասկը, կարծես համտեսելով բառերը։ Եվ մեկ ինժեներ։ Դուք շատ ինքնավստահ եք, պարոն Սարգսյան։ Ես վստահում եմ ֆիզիկայի օրենքներին, ոչ թե իմ անձին, պատասխանեց Լևոնը, փորձելով ձայնը հնարավորինս հանգիստ պահել։ Եվ ֆիզիկան ասում է, որ լուծում կա։ Մասկը մի պահ նայեց Էլիզաբեթին, հետո ինժեներների խմբին։ Ռաջեշ, ասաց նա, դուք կաշխատեք պարոն Սարգսյանի հետ։ Ձեզ տրամադրվում է 8-րդ լաբորատորիան և անսահմանափակ հասանելիություն մեր բոլոր ռեսուրսներին։ Եթե 48 ժամվա ընթացքում դուք լուծում չգտնեք, պարոն Սարգսյանը կլքի այս շենքը և այլևս երբեք չի մոտենա մեր ընկերությանը։ Իսկ եթե գտնեք, ապա մենք կխոսենք իսկապես մեծ բաների մասին։ Այս խոսքերը վերջնագիր էին, փաթաթված հնարավորության թղթի մեջ։ Հաջորդ 48 ժամերը Լևոնի և Ռաջեշի համար վերածվեցին անքուն մարաթոնի։ Նրանք աշխատում էին անդադար, սնվելով միայն սուրճով և ադրենալինով։ Լաբորատորիան լցված էր բանաձևերով գրված գրատախտակներով, սիմուլյացիաների գրաֆիկներով և անհաջող փորձարկումների մնացորդներով։ Լաբորատորիան իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում։ Նա վերջապես հնարավորություն ուներ աշխատելու այնպիսի սարքավորումներով, որոնց մասին նախկինում միայն կարող էր երազել։ Ռաջեշը փայլուն ինժեներ էր, որը արագ ընկալում էր Լևոնի մտքերը և դրանք վերածում գործնական փորձարկումների։ Սակայն ժամանակը անողոքաբար սպառվում էր, իսկ լուծումը դեռ չէր երևում։ Նրանք փորձարկեցին տասնյակ տարբերակներ, փոխելով նյութերի համաձուլվածքները, սառեցման համակարգերը, էներգիայի բաշխման ալգորիթմները, բայց ամեն անգամ սիմուլյացիան ցույց էր տալիս նույն արդյունքը՝ կրիտիկական խափանում։ Երկրորդ օրվա վերջում, երբ մնացել էր ընդամենը մի քանի ժամ, հուսահատությունը սկսեց պատել նրանց։ Նրանք նստած էին լաբորատորիայի հատակին, շրջապատված իրենց անհաջողությունների ապացույցներով։ Մենք չենք հասցնի Լևոն, հոգնած ասաց Ռաջեշը։ Էլիզաբեթը ճիշտ էր, այս խնդիրը հնարավոր չէ լուծել այսքան կարճ ժամանակում։ Լևոնը չէր պատասխանում։ Նա նայում էր գրատախտակին գրված բարդ հավասարումներին։ Նրա ուղեղը աշխատում էր գեր-լարված ռեժիմով, փորձելով գտնել այն միակ փոփոխականը, որը նրանք բաց էին թողել։ Եվ հանկարծ, ինչպես կայծակ մութ երկայնքում, մի միտք ծագեց նրա գլխում։ Այնքան պարզ, այնքան ակնհայտ, որ նա չէր հասկանում, թե ինչպես առաջ չէր մտածել այդ մասին։ Խնդիրը ոչ թե սառեցման կամ նյութերի մեջ էր, այլ համակարգի երկրաչափության։ Նրանք փորձում էին պայքարել քաոսի դեմ, մինչդեռ պետք էր այն օգտագործել։ Ես գտա, շշնջաց նա։ Մենք պետք է փոխենք ոչ թե համակարգը, այլ դրա կառուցվածքը։ Մենք պետք է ստեղծենք ֆրակտալային էներգակլանող ցանց, որը ջերմային տատանումները կվերածի լրացուցիչ էներգիայի։ Ռաջեշը նայեց նրան կարծես խելագարի։ Ֆրակտալային, դա տեսական ֆիզիկա է, դա երբեք գործնականում չի փորձարկվել։ Ուրեմն մենք կլինենք առաջինը, պատասխանեց Լևոնը, վեր թռչելով ոտքի։ Նրանք սկսեցին աշխատել խելահեղ արագությամբ։ Ժամանակը մոտենում էր իր ավարտին։ Վերջին րոպեներին նրանք գործարկեցին նոր սիմուլյացիան։ Լաբորատորիայում լռություն տիրեց։ Բոլորի հայացքները սևեռված էին մոնիտորին, որի վրա դանդաղ հայտնվում էին գրաֆիկները։ Եվ հետո նրանք տեսան դա։ Կրիտիկական կետին հասնելուն պես համակարգը ոչ թե խափանվեց, այլ կտրուկ բարձրացրեց իր արդյունավետությունը, կլանելով ջերմային էներգիան և վերածելով այն կայուն հոսանքի։ Նրանք հաղթել էին։ Ճիշտ ժամանակին դուռը բացվեց, և ներս մտան Էլոն Մասկն ու Էլիզաբեթը։ Նրանց դեմքերն անարտահայտ էին։ Ռաջեշը չկարողացավ զսպել և ցույց տվեց էկրանը։ Մենք արեցինք դա, պարոն Մասկ, մենք լուծեցինք խնդիրը։ Մասկը մոտեցավ և երկար նայեց գրաֆիկներին։ Նա ոչինչ չէր ասում։ Լևոնի սիրտը նորից սկսեց բաբախել։ Գուցե նրանք ինչ-որ բան սխավ էին հաշվարկել։ Գուցե այս ամենը պարզապես պատրանք է։ Վերջապես Մասկը շրջվեց։ Նա նայում էր Լևոնին։ Եվ նրա հայացքում հիացմունք կար։ Դուք ոչ միայն լուծեցիք խնդիրը, պարոն Սարգսյան, ասաց նա դանդաղ։
Դուք հայտնագործել եք էներգիայի պահպանման նոր սկզբունք։ Սա հեղափոխություն է։ Էլիզաբեթի դեմքը քարացել էր, նա պարտվել էր, և դա ակնհայտ էր բոլորի համար։ Բայց Լևոնը նրա դեմքին տեսավ ոչ թե պարզապես հիասթափություն, այլ մի բան, որը նման էր վախի։ Եվ այդ պահին նա հասկացավ, որ այս խաղը շատ ավելի բարդ է, քան նա պատկերացնում էր։ Նա հաղթել էր ճակատամարտում, բայց պատերազմը դեռ առջևում էր, և նրա հաջորդ քայլը կարող էր որոշել ոչ միայն իր, այլև իր հայտնագործության ճակատագիրը։ Հեղափոխություն։ Այս բառը արձագանքում էր Լևոնի մտքում, երբ նա դուրս եկավ լաբորատորիայից։ Նա ոչ միայն փրկել էր իրեն, այլև ապացուցել էր իր հանճարը։ Սակայն հաղթանակի զգացումը կարճ տևեց։ Նրան անմիջապես ուղեկցեցին ոչ թե բանակցությունների սենյակ, այլ հետ դեպի Էլոն Մասկի մինիմալիստական աշխատասենյակ։ Այս անգամ սենյակում միայն երկուսն էին, Էլիզաբեթը բացակայում էր, և դա ավելի շատ անհանգստացնում էր, քան հանգստացնում։ Մասկը կանգնած էր պատուհանի մոտ, մեջքով դեպի Լևոնը, և նայում էր հեռվում փռված սիլիկոնային հովտին։ Նրա լռությունը ծանր էր և լի թաքնված իմաստով, որը Լևոնը չէր կարողանում վերծանել։ «Դուք գիտեք, թե ինչու եմ ես ուզում գնալ Մարս, պարոն Սարգսյան», հանկարծ հարցրեց Մասկը, չշրջվելով։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց դրա տակ զգացվում էր պողպատե ամրություն։ Մարդիկ կարծում են, թե դա արկածախնդրություն է կամ գուցե փախուստ, բայց իրականում դա անհրաժեշտություն է։ Մարդկությունը չի կարող իր բոլոր ձվերը դնել մեկ զամբյուղի մեջ։ Այս մոլորակը խոցելի է։ Աստերոիդ, սուպերվուլկան, մեր իսկ ստեղծած վիրուս։ Ցանկացած պահի ամեն ինչ կարող է ավարտվել։ Նա շրջվեց և ուղիղ նայեց Լևոնի աչքերի մեջ։ Ձեր տեխնոլոգիան ոչ միայն հեղափոխություն է էներգետիկայի ոլորտում, այն մեր տեսակի գոյատևման բանալին է։ Այն կարող է ապահովել մեր ապագան այլ աշխարհներում։ Լևոնը լսում էր հիացմունքի և անհանգստության խառը զգացումով։ Նա միշտ հիացել էր Էլոն Մասկի տեսլականով, բայց այժմ, լսելով այդ խոսքերը անձամբ նրանից, նա զգում էր այդ տեսլականի ողջ կշիռը և պատասխանատվությունը։ «Ես պատրաստ եմ ձեզ առաջարկ անել», շարունակեց Մասկը։ «Ես չեմ գնի ձեր արտոնագիրը։ Ես ուզում եմ, որ դուք ինքներդ գլխավորեք այս ուղղությունը։ Մենք կստեղծենք նոր դուստր ընկերություն, Prometheus, որը կզբաղվի բացառապես ձեր տեխնոլոգիայի զարգացմամբ։ Դուք կլինեք դրա գործադիր տնօրենը և կունենաք բաժնետոմսերի 20%-ը։ Դուք կստանաք անսահմանափակ ֆինանսավորում և աշխարհի լավագույն ուղեղները ձեր թիմում»։ Լևոնը հազիվ էր շունչ քաշում։ Սա ավելին էր, քան նա կարող էր երազել։ Սա ոչ թե պարզապես ճանաչում էր, այլ հնարավորություն իրականացնելու իր ամենահամարձակ գաղափարները։ Նա արդեն պատկերացնում էր, թե ինչպես է իր տեխնոլոգիան լույս տալիս ոչ միայն երկրի հեռավոր անկյուններին, այլև Լուսնի և Մարսի ապագա բնակավայրերին։ Ես համաձայն եմ, կարողացավ միայն ասել նա։ Մասկը թեթևակի ժպտաց։ Գիտեի, որ կհամաձայնեք, բայց կա մեկ պայման։ Այդ բառերը կարծես սառը օդի հոսանք բերեցին սենյակ։ Լևոնը լարվեց։ Նա գիտեր, որ նման առաջարկները երբեք առանց պայմանների չեն լինում։ «Ինչ պայման», հարցրեց նա զգուշորեն։ Մասկը մոտեցավ իր սեղանին և վերցրեց մի թղթապանակա։ «Ձեր տեխնոլոգիայի հիմքում ընկած է մի նյութ, էկզոտիկ իզոտոպ, որը դուք սինթեզել եք ձեր լաբորատորիայում։ Դրա արտադրությունը չափազանց բարդ է և թանկ։ Մենք չենք կարող դրա վրա կառուցել միլիոնավոր մարտկոցներ, բայց մեր երկրաբանները գտել են այդ նյութի բնական հանքավայր, միակը աշխարհում»։ Նա բացեց թղթապանակը և ցույց տվեց արբանյակային լուսանկարը։ Լևոնը նայեց, և նրա սիրտը մի պահ կանգ առավ։ Լուսանկարի վրա Հայաստանի լեռներն էին, իսկ կարմիր կետով նշված էր մի փոքրիկ, գրեթե աննկատ տարածք։ Սա իմ պապի գյուղի մոտ է, շշնջաց նա։ Այնտեղ արգելոց է։ Այլևս ոչ, հանգիստ պատասխանեց Մասկը։ Մենք արդեն բանակցություններ ենք վարում ձեր երկրի կառավարության հետ, հանքավայրի շահագործման բացառիկ իրավունք ստանալու համար։ Բայց կա մի խնդիր։ Տեղի բնակչությունը, բնապահպանները, նրանք կարող են խոչընդոտներ ստեղծել։ Նրանք չեն հասկանում, թե ինչն է դրված խաղասեղանին։ Նա փակեց թղթապանակը և նայեց Լևոնին։ Ահա և իմ պայմանը։ Դուք կվերադառնաք Հայաստան, դուք կլինեք մեր նախագծի դեմքը։ Դուք կհամոզեք ձեր ժողովրդին, որ այս հանքավայրը ոչ թե բնության կտոր է, այլ մարդկության ապագայի տոմս։ Դուք կբացատրեք նրանց, որ երբևն պետք է զոհաբերել փոքրը հանուն ավելի մեծ նպատակի։ Լևոնը կանգնած էր, կարծես կայծակահար լիներ։ Նրա երազանքի իրականացումը պահանջում էր մի գին, որը նա երբեք պատրաստ չէր լինի վճարել։
Նա պետք է դառնար իր սեփական հայրենիքի մի մասնիկի կործանման մեղսակիցը։ Նա պետք է ընտրություն կատարեր իր գյուտի և իր խղճի միջև։ Այդ պահին նա հասկացավ, որ Էլոն Մասկը նրան առաջարկում է ոչ թե գործընկերություն, այլ ֆաուստյան գործարք, և նրա հոգին այն գինն էր, որը պետք է վճարվեր առաջընթացի համար։ Լևոնը դուրս եկավ այդ սենյակից որպես բոլորովին այլ մարդ։ Մի քանի րոպե առաջ նա աշխարհի ամենաերջանիկ գյուտարարն էր, իսկ հիմա իր խղճի հետ մենակ մնացած դավաճան։ Օդանավակայան թռիչքի ողջ ընթացքում նա լուռ էր։ Նրա գլխում անընդհատ պտտվում էին Էլոն Մասկի խոսքերը. «Դուք կհամոզեք ձեր ժողովրդին»։ Նա վերադառնում էր ոչ թե որպես հաղթող, այլ որպես գործիք, մի հսկայական անդեմ կորպորացիայի ձեռքում, որի նպատակները, որքան էլ վեհ թվային, պահանջում էին զոհաբերություն, որը նա չէր կարող անել։ Նրա հաղթանակը վերածվել էր իր ամենամեծ պարտության։ Այն պահին, երբ նա պետք է տոներ իր հաջողությունը, նա ստիպված էր մտածել, թե ինչպես մերժել աշխարհի ամենաազդեցիկ մարդուն, առանց կործանելու իր իսկ ստեղծած հրաշքը։ Երևանում նրան դիմավորեց Մարիամը, նա ուրախությունից ճառագում էր։ Լուրերն արդեն հասել էին նրան։ «Լևոն, ես չեմ հավատում, դու արեցիր դա, մեր սեփական ընկերությունը, անսահմանափակ ֆինանսավորում, մեր բոլոր խնդիրները լուծված են»։ Նա գրկեց եղբորը, բայց զգաց նրա սառնությունն ու լարվածությունը։ «Ինչ է պատահել, Լևոն, դու ուրախ չես»։ Լևոնը չգիտեր ինչպես բացատրել։ Ինչպես կարող էր նա բացատրել, որ իրենց փրկության գինը իրենց հայրենիքի մի կտորն է։ Նա որոշեց առայժմ լռել, չցանկանալով փչացնել քրոջ երջանկությունը։ «Ես ուղղակի հոգնած եմ, Մար, շատ բան է տեղի ունեցել»։ Հաջորդ օրերին նրանց կյանքը կտրուկ փոխվեց։ Լրագրողները պաշարել էին նրանց տունը։ Լևոնի անունը բոլոր լրատվականների գլխագրերում էր՝ «Հայ հանճարը», որը գրավեց Էլոն Մասկի ուշադրությունը։ Նրանց զանգում էին հին ընկերները, հեռավոր բարեկամները, նույնիսկ այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ անտեսել էին նրան։ Բոլորը շնորհավորում էին, հիանում, խորհուրդներ տալիս։ Դեյվիդը, այն վենչուրային կապիտալիստը, որը ժամանակին մերժել էր նրան, զանգեց անձամբ, առաջարկելով իր ծառայությունները նոր ընկերության կառավարման հարցում։ Լևոնը զգում էր, որ խեղդվում է այս կեղծ ուշադրության և շողոքորթության ծովում։ Նա հասկանում էր, որ մարդիկ հիանում են ոչ թե իրենով, այլ իր հաջողության ստվերով, որի անունն էր Էլոն Մասկ։ Մարիամը, սակայն, ծաղկում էր այս նոր իրականության մեջ։ Նա իր վրա վերցրեց բոլոր կազմակերպչական հարցերը, բանակցելով իրավաբանների հետ, պլանավորելով նոր գրասենյակի տեղը, հարցազրույցներ տալով։ Նա Լևոնին տեսնում էր որպես հերոսի, որը փրկել էր իրենց ընտանեկան բիզնեսը և ապահովել իրենց ապագան։ Բայց մի օր, երբ նրանք մենակ էին, նա Լևոնի սեղանին գտավ Հայաստանի քարտեզը, կարմիր կետով նշված արգելոցի տարածքով։ «Սա ի՞նչ է, Լևոն», հարցրեց նա։ Լևոնը հասկացավ, որ այլևս չի կարող լռել։ Նա պատմեց ամեն ինչ Մասկի պայմանի, հանքավայրի և այն դերի մասին, որը նա պետք է խաղար այդ գործում։ Մարիամը լսում էր դեմքը քարացած։ Երբ Լևոնն ավարտեց, նա երկար լռեց։ «Եվ ինչ», վերջապես ասաց նա, նրա ձայնը սառն էր։ «Դա պարզապես մի կտոր հող է, Լևոն, մի քանի ծառ ու քար։ Իսկ մյուս կողմում մարդկության ապագան է։ Դու չես հասկանում, թե ինչ հնարավորություն է սա, ոչ միայն մեզ համար, այլև Հայաստանի համար։ Մենք կդառնանք տեխնոլոգիական կենտրոն։ Սա միլիարդավոր դոլարների ներդրում է»։ «Բայց ինչ գնով, Մարիամ», բացականչեց Լևոնը։ «Այդ հողը մեր պատմությունն է, մեր արմատները, մենք չենք կարող դա վաճառել, նույնիսկ հանուն Մարսի»։ Նրանց վեճը դառն ու անողոք էր։ Առաջին անգամ նրանք հայտնվել էին բարիկադների տարբեր կողմերում։ Մարիամը տեսնում էր պրագմատիկ լուծում, իսկ Լևոնը բարոյական անդունդ։ Նա հասկացավ, որ հանդիպումը Մասկի հետ ոչ միայն փոխել էր իր կյանքը, այլև ճեղք էր առաջացրել իր և ամենամտերիմ մարդու միջև։ Հաջորդ օրը նրան այցելեց կառավարության ներկայացուցիչը։ Նա երկար խոսեց երկրի համար այս նախագծի կարևորության, նոր աշխատատեղերի և տնտեսական աճի մասին։ Նա նույնիսկ ակնարկեց, որ Լևոնին կարող են պարգևատրել ազգային հերոսի կոչումով։ «Մենք հույս ունենք ձեր աջակցության վրա, պարոն Սարգսյան», ասաց նա վերջում։ «Ձեր խոսքը որոշիչ կլինի հասարակական կարծիքի ձևավորման հարցում»։ Լևոնը մնաց մենակ իր մտքերի հետ։ Նրա վրա ճնշում էին բոլոր կողմերից՝ քույրը, կառավարությունը, իր իսկ երազանքը։ Հրաժարվել նշանակում էր կորցնել ամեն ինչ, ինչի համար նա պայքարել էր։ Համաձայնվել նշանակում էր դավաճանել այն ամենին, ինչին նա հավատում էր։
Նա հասկացավ, որ իրական փորձությունը ոչ թե տեխնիկական խնդիրը լուծելն էր, այլ այս բարոյական դիլեման հաղթահարելը։ Նա պետք է գտներ երրորդ ճանապարհը, մի լուծում, որը թույլ կտար և փրկել իր գյուտը, և պահպանել իր հոգին, և նա գիտեր, որ այդ ճանապարհին նա լինելու է բոլորովին մենակ։ Ճնշման տակ Լևոնը չկոտրվեց, ընդհակառակը, նրա մեջ արթնացավ մի վճռականություն, որի գոյության մասին նա նույնիսկ չէր կասկածում։ Նա հասկացավ, որ Էլոն Մասկի հետ պայքարելը անիմաստ է, նա չափազանց հզոր էր, բայց նա կարող էր փոխել խաղի կանոնները։ Նա որոշեց գործել ոչ թե որպես զոհ, այլ որպես ռազմավար։ Նրա ուղեղը, որը սովոր էր լուծել բարդ ֆիզիկական խնդիրներ, սկսեց աշխատել նոր ուղղությամբ, փնտրելով ոչ թե տեխնիկական, այլ սոցիալական և էթիկական լուծում։ Նա հասկացավ, որ իրական զենքը ճշմարտությունն է, իսկ իր միակ դաշնակիցը հասարակական կարծիքը։ Նա սկսեց գործել գաղտնի։ Օգտագործելով իր նոր ձեռք բերած ռեսուրսները, նա կապ հաստատեց միջազգային անկախ լրագրողների և բնապահպանական ակտիվիստների հետ։ Նա նրանց տրամադրեց ամբողջ տեղեկատվությունը հանքավայրի, դրա էկոլոգիական ռիսկերի և այն գործարքի մասին, որը Մասկի ընկերությունը փորձում էր կնքել Հայաստանի կառավարության հետ։ Նա գիտեր, որ սա վտանգավոր խաղ է։ Եթե Մասկը իմանար, նա կկորցներ ամեն ինչ։ Բայց Լևոնը այլևս չէր մտածում անձնական շահի մասին։ Նա պայքարում էր մի բանի համար, որը շատ ավելի մեծ էր, քան իր սեփական ամբիցիաները։ Մարիամը, նկատելով եղբոր տարօրինակ պահվածքը, սկսեց կասկածել։ Նա տեսնում էր նրա գաղտնի զանգերը, գիշերային աշխատանքը համակարգչի առաջ։ Մի օր նա ուղղակիորեն հարցրեց. «Լևոն, ի՞նչ ես դու անում։ Դու պատրաստվում ես խզել գործարքը, դու խելագարվել ես»։ Նրանց միջև նոր, ավելի դաժան վեճ բռնկվեց։ «Ես չեմ կարող դա անել, Մարիամ», պատասխանեց Լևոնը։ «Սա ճիշտ չէ»։ «Ճիշտը ո՞րն է, Լևոն», բղավեց Մարիամը։ «Ապրել աղքատության մեջ, բայց մաքուր խղճով։ Քո իդեալիզմը կործանելու է մեզ»։ Նրանց հարաբերությունները հասել էին կրիտիկական կետի։ Նրանք, որ միշտ եղել էին միմյանց ամենամեծ հենարանը, այժմ թշնամիներ էին դարձել։ Լևոնի գործողությունները շուտով տվեցին իրենց արդյունքը։ Աշխարհի առաջատար լրատվամիջոցներում սկսեցին հայտնվել հոդվածներ սիլիկոնային հովտի հսկայի գաղտնի գործարքի և Հայաստանի անտառների վրա կախված վտանգի մասին։ Միջազգային բնապահպանական կազմակերպությունները սկսեցին բողոքի ակցիաներ կազմակերպել։ Հայաստանում նույնպես հասարակական դժգոհության ալիք բարձրացավ։ Մարդիկ սկսեցին հասկանալ, թե ինչ է դրված խաղասեղանին։ Կառավարությունը, որը պատրաստվում էր ստորագրել պայմանագիրը, հայտնվեց անելանելի իրավիճակում։ Նրանք ստիպված էին հետաձգել որոշման կայացումը։ Էլոն Մասկը, իհարկե, անմիջապես հասկացավ, թե ով է կանգնած այս ամենի հետևում։ Մի գիշեր Լևոնը զանգ ստացավ։ Դա Էլիզաբեթն էր։ Նրա ձայնը սառույցից էլ սառն էր։ «Պարոն Մասկը շատ հիասթափված է ձեզնից, պարոն Սարգսյան։ Դուք խախտել եք մեր պայմանավորվածությունը, դուք թերագնահատել եք մեզ։ Մենք գիտենք, թե ինչպես լուծել նման խնդիրները»։ Հաջորդ օրը Լևոնի բանկային հաշիվները սառեցվեցին։ Նրա դեմ հայց ներկայացվեց, առևտրային գաղտնիքը բացահայտելու մեղադրանքով։ Նրան զրկեցին ընկերության ռեսուրսներից օգտվելու հնարավորությունից։ Նա մնաց մենակ, առանց գումարի, առանց աջակցության, հսկայական կորպորացիայի դեմ, որը պատրաստ էր ամեն ինչի իր նպատակին հասնելու համար։ Նա հայտնվել էր անելանելի վիճակում։ Նա կարող էր հանձնվել, ընդունել իր պարտությունը և, հավանաբար, անցկացնել իր կյանքի մնացած մասը դատական քաշքշուկների մեջ։ Բայց հենց այդ պահին, երբ ամեն ինչ թվում էր կորած, տեղի ունեցավ անսպասելին։ Նրա դուռը թաքեցին։ Շեմին կանգնած էր Մարիամը։ Նրա աչքերը կարմրած էին լացից, բայց նրա հայացքում վճռականություն կար։ «Ես սխալ էի, Լևոն», ասաց նա։ «Ես թույլ տվեցի, որ փողը կուրացնի ինձ։ Դու իմ եղբայրն ես, և ես քեզ հետ եմ մինչև վերջ»։ Նա Լևոնին տվեց մի ֆլեշ կրիչ։ «Սա այն ամենն է, ինչ ես կարողացա պատճնել ընկերության սերվերներից, մինչև ինձ դուրս կանեին։ Այստեղ կան ոչ միայն հանքավայրի, այլև Մասկի այլ, շատ ավելի կասկածելի նախագծերի մասին տվյալներ։ Սա ռումբ է, Լևոն, և մենք պետք է որոշենք՝ պայթեցնել այն, թե ոչ»։ Լևոնը վերցրեց ֆլեշ կրիչը։ Նա հասկացավ, որ իր ձեռքում է ոչ միայն իր, այլև աշխարհի ամենահզոր մարդկանցից մեկի ճակատագիրը։ Պատերազմը մտնում էր իր վճռորոշ փուլը։ Մաս 1. Գագաթնակետ։ Ֆլեշ կրիչը Լևոնի ձեռքում սառը մետաղի կտոր էր, բայց այն կշռում էր տոննաներ։ Դա ոչ միայն տեղեկատվություն էր, այլև զենք, միջուկային ռումբի հզորությամբ, որը կարող էր ոչնչացնել աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկը։ Լևոնը և Մարիամը գիտեին, որ այն հրապարակելը կնշանակեր անցնել անդառնալիության կետը։
Դա կլիներ ոչ միայն պատերազմ Էլոն Մասկի դեմ, այլև պատերազմ այն ապագայի դեմ, որը նա խորհրդանշում էր։ Նրանք որոշեցին դիմել վերջին, ամենահուսահատ քայլին։ Լևոնը կապ հաստատեց Էլիզաբեթի հետ և պահանջեց անձնական գաղտնի հանդիպում Մասկի հետ, ակնարկելով, որ ունի տեղեկատվություն, որը կարող է ընդմիշտ փոխել ընկերության ճակատագիրը։ Հանդիպումը կայացավ մի ամայի վայրում, լքված ավիադաշտում, Մայրամուտին։ Էլոն Մասկը եկավ մենակ, առանց թիկնապահների, իր սև Տեսլայով։ Նա դուրս եկավ մեքենայից, նույնքան հանգիստ և ինքնավստահ, որքան առաջին հանդիպմանը։ Լևոնը և Մարիամը սպասում էին նրան։ «Ես տպավորված եմ, պարոն Սարգսյան», ասաց Մասկը մոտենալով։ «Դուք ավելի համար գտնվեցիք, քան ես սպասում էի։ Ինչ եք ուզում»։ «Մենք ուզում ենք, որ դուք հրաժարվեք Հայաստանի հանքավայրից», պատասխանեց Լևոնը։ «Եվ ոչ միայն դրանից։ Մենք ուզում ենք, որ Պրոմեթևոս նախագիծը դառնա անկախ, ոչ առևտրային հիմնադրամ, որի տեխնոլոգիան հասանելի կլինի բոլորին»։ Մասկը ծիծաղեց։ Դա հանգիստ, բայց սառեցնող ծիծաղ էր։ «Դուք իսկապես իդեալիստ եք։ Դուք կարծում եք, որ կարող եք ինձ սպառնալ այս փոքրիկ ֆլեշ կրիչով։ Ես կարող եմ ձեզ ոչնչացնել, առանց նույնիսկ մատս շարժելու»։ «Գուցե», միջամտեց Մարիամը, «բայց մինչ այդ այս տեղեկատվությունը կհայտնվի համացանցում, և աշխարհը կիմանա ոչ միայն ձեր բնապահպանական հանցագործությունների, այլև ձեր աշխատակիցների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, ձեր քաղաքական մանիպուլյացիաների մասին։ Ձեր կայսրությունը կառուցված է տեսլականի կերպարի վրա, իսկ մենք կարող ենք այդ կերպարը փշրել»։ Լարվածությունը հասել էր իր գագաթնակետին։ Նրանք կանգնած էին միմյանց դիմաց, երեք մարդ լքված ավիադաշտում, որոնք որոշում էին միլիարդավոր դոլարների և գուցե մարդկության ապագայի ճակատագիրը։ Լևոնը հասկացավ, որ սա շախմատային պարտիա է, որտեղ մեկ սխալ քայլը կարող է հանգեցնել մատի։ «Դուք ինձ ընտրություն չեք թողնում», վերջապես ասաց Մասկը։ Նրա ձայնում այլևս հեգնանց չկար։ Նա հանեց իր հեռախոսը և մեկ զանգ կատարեց։ «Էլիզաբեթ, չեղարկիր Հայաստանի գործարքը և պատրաստիր փաստաթղթերը Պրոմեթևոս հիմնադրամի ստեղծման համար։ Պայմանները կքննարկենք ավելի ուշ»։ Նա անջատեց հեռախոսը և նայեց Լևոնին։ «Դուք հաղթեցիք, պարոն Սարգսյան, բայց հիշեք, որ յուրաքանչյուր հաղթանակ ունի իր գինը»։ Նա շրջվեց, նստեց իր մեքենան և անձայն հեռացավ, թողնելով Լևոնին և Մարիամին Մայրամուտի կարմիր լույսի ներքո։ Մաս 2. Հակամարտության լուծում։ Նրանք հաղթել էին, անհավանական, անհնարին հաղթանակ էին տարել։ Լևոնը և Մարիամը միմյանց նայեցին, դեռ չհավատալով տեղի ունեցածին։ Նրանք ոչ միայն փրկել էին իրենց հայրենիքի մի կտորը, այլև կարողացել էին պահպանել արևորդիի իրական ոգին, այն դարձնելով ոչ թե կորպորատիվ շահի, այլ համամարտկային բարօրության գործիք։ Հաջորդ շաբաթների ընթացքում ամեն ինչ կարգավորվեց։ Իրավաբանների միջոցով նրանք մշակեցին Պրոմեթևոս հիմնադրամի կանոնադրությունը։ Լևոնը դարձավ դրա գիտական ղեկավարը, իսկ Մարիամը ֆինանսական տնօրենը։ Նրանց դեմ ուղղված բոլոր մեղադրանքները հանվեցին։ Էլոն Մասկը պահեց իր խոսքը։ Նա այլևս երբեք անձամբ չկապվեց նրանց հետ, բայց նրա ընկերությունը տրամադրեց խոստացված սկզբնական ֆինանսավորումը։ Լևոնի կյանքը նոր հունով սկսեց հոսել։ Նա այլևս սնանկացման եզրին գտնվող միայնակ գյուտարար չէր։ Նա միջազգային հեղինակություն ունեցող գիտնական էր, որը ղեկավարում էր համաշխարհային նշանակության նախագիծ։ Նրա հարաբերությունները Մարիամի հետ վերականգնվեցին, դառնալով ավելի ամուր, քան երբևէ։ Նրանք միասին անցել էին կրակի ու ջրի միջով և ապացուցել, որ իրենց ընտանեկան կապը ավելի ուժեղ է, քան ցանկացած գայթակղություն։ Դեյվիդը և մյուս բարեկամները անհետացան նույնքան արագ, որքան հայտնվել էին։ Նրանք հասկացան, որ Լևոնի նախագծից արագ շահույթ ստանալ այլևս հնարավոր չէ։ Մաս 3. Վերջաբան։ Անցավ 2 տարի։ Պրոմեթևոս հիմնադրամը դարձել էր համաշխարհային շարժում։ Լևոնի տեխնոլոգիան, լինելով բաց կոդով, օգտագործվում էր հարյուրավոր համալսարանների և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից, էժան և մաքուր էներգիա հասցնելով աշխարհի ամենահեռավոր անկյունները։ Մի օր Լևոնը կանգնած էր իր պապի գյուղի մոտ գտնվող բռի վրա, այն նույն վայրում, որը քիչ էր մնար դառնար հանքավայր։ Նրա կողքին Մարիամն էր։ Նրանք նայում էին, թե ինչպես է արևը մայր մտնում, ներկելով Արարատի գագաթը վարդագույնով։ «Դու երբևէ զղջում ես», հարցրեց Մարիամը։ «Այն ամենի համար, ինչ կարող էինք ունենալ»։ Լևոնը ժպտաց։ «Երբեք, մենք ունենք շատ ավելին»։ Նա հասկացել էր, որ իսկական հարստությունը ոչ թե փողն է կամ իշխանությունը, այլ սեփական սկզբունքներին հավատարիմ մնալու կարողությունը։
Նրա հանդիպումը Էլեն Մասկի հետ նրան տվել էր ոչ միայն հնարավորություն, այլև կյանքի ամենակարևոր դասը. առաջընթացը արժեք ունի միայն այն դեպքում, երբ այն չի կորցնում իր մարդկային դեմքը։ Եվ ինչ եք կարծում դուք, արդյոք Լևոնը ճիշտ վարվեց, կամ գուցե Մարիամի պրագմատիզմը ավելի արդարացված էր։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, և եթե դուք էլ ունեք հայտնի մարդու հետ հանդիպելու երազանք, ով կլիներ այդ մարդը և ինչ կհարցնեիք նրան։